Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Մայրիկների ակումբի խաղը բաղկացած է 3 փուլից, հարցեր, առաջադրանքներ, հետևելով մեր խաղին դուք կդառնաք ավելի տեղեկացված մայրիկ։ Մեր այսօրվա խաղի 3 մասնակից մայրիկներն էլ տեղեկացված են խելացի ու փորձառու։ Եկեք ծանոթանանք նրանց հետ։ Տաթևիկ Սարգսյան, 32 տարեկան, Տաթևիկի դստրիկը 4 տարեկան Մարգարիտան մեծ հետաքրքրություն ունի երաժշտության նկատմամբ, աղջնակն ունի ձայնային լավ տվյալներ և շատ արտիստիկ է, մայրիկը ցանկանում է, որ փոքրիկը սովորի դաշնամուր նվագել, բացի այդ Տաթևիկը նկատել է, որ աղջնակը բնավորության այնպիսի կայուն գծեր ունի, որոնք նրան հաստատ կօգնեն դառնալ իրավաբան։ Միլենա Արաքելյան, 27 տարեկան, 1-ամյա Միքայելը Միլենայի հրաշքն է, փոքրիկն իր ծնունդով եկավ ու փոխեց Միլենայի կյանքը, նորաթուխ մայրիկը որոշել է փոփոխություններ կատարել իր ապրելաոճում, ասել կուզի դառնալ ավելի սպորտային մայրիկ, քանզի շրջապատում շատ են անառողջ կենսակերպ վարողները, մայրիկն ուզում է լավ օրինակ լինել որդու համար։ Միլենան որոշել է լողի գնալ, իսկ ամուսինը ֆուտբոլի, այդ կերպ տղան փոքր հասակից իր առջև դրական օրինակներ կունենա։ Արուս Ավագյան, 32 տարեկան, Արուսը 8-ամյա Էլենի, 6-ամյա Միլենայի և 4 տարեկան Սամվելի մայրիկն է, Արուսի 2 աղջիկները դպրոցական են, իսկ տղան մանկապարտեզ է հաճախում, փոքրիկի բախտն այնքանով է բերել, որ մայրիկն աշխատում է նույն մանկապարտեզում, Արուսին օգնում է սկեսուրը, սակայն խելացի մայրիկը գիտի ինչպես տնօրինել ժամանակը, որպեսզի հասցնի հավասարապես բաշխել իր սերն ու ուշադրությունը 3 երեխաների միջև։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, նախքան կանցնենք մեր այսօրվա խաղին, մի քիչ զրուցենք։ 21-րդ դարում շատ ուրախալի է, որ երբեմն անհնար է արդեն պատկերացնել կնոջ, ով չի աշխատում, հա, աշխատող կինը, աշխատող մայրիկը արդեն սովորական է դարձել բոլորիս համար։ Ինչ է կարծում, սկսենք ձեզանից, Տաթև։ Ինչու է կարևոր կնոջ համար 21-րդ դարում աշխատելը։ Կարծում եմ, որ դա շատ պարտադիր է, իհարկե պետք է համատեղել բալիկի հետ, աշխատանքը նրանով է կարևոր, նա մասնագիտությունդ է դա, եթե իհարկե աշխատում ես մասնագիտությամբ։ Իսկ եթե ոչ մասնագիտությամբ։ Դա էլ է կարելի, իհարկե նայած ինչ կարևոր է աշխատել, որպեսզի, որովհետև կամ նախ դու քեզ ես լավ զգում, շրջապատ, ամեն ինչով է լավ, չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ վատ բան կա։ Միլենա, ինչու է կարևոր աշխատելը։ Դուք հիմա ֆիզարցակուրտում եք գտնվում, բայց աշխատել եք։ Այո։ Եվ պատրաստվում եք։ Անպայման։ Ես կարծում եմ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որտեղ կնոջ համար կարևոր է անպայման աշխատելը։ Միայն կնոջ։ Դե տղամարդու համար այսպես թե այնպես միշտ ընդունված է, որ միայն տղամարդը պետք է։ Չէ, կնոջ աշխատելը կարծում եմ անհրաժեշտ է նաև ընտանիքի բոլոր անդամների համար։ Կարևոր է, որպեսզի կինը իրեն նաև հանրության համար օգտակար զգա, ինչու՞ չէ, նաև եթե ուսում ենք ստանում, եթե մասնագիտություն ենք ձեռք բերում, ցանկալի է, որ մենք այն ծառայեցնենք ըստ նպատակի։ Այո։ Լավ։ Հետաքրքիր, Արուս, դուք ինչ եք մտածում։ Ես էլ եմ կարծում, որ աշխատանքը մայրիկի համար թեկուզ շատ կարևոր հանգամանք է, քանի որ դու բացի մայրիկ լինելուց քեզ լավ ես զգում միջավայրում, քո շրջապատում քեզ դրսևորելով, մանավանդ այն դեպքում, երբ որ աշխատում ես քո սիրած մասնագիտությամբ, իմ դեպքում դա հենց այդպես է, ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ շատ սիրով, շատ հաճույքով, ինձ համար շատ հաճելի է համատեղել իմ աշխատանքը իմ ընտանիքի հետ։ Իհարկե աշխատելու դրական կողմերի մասին կարելի է անվերջ խոսել, բայց առաջարկում եմ անցնել խաղին։ Եկեք ծանոթանանք միասին մեր այսօրվա խաղի առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի, ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է խաղը։ Սկսում ենք առաջին փուլից եւ առաջին մասնակցից, Տաթև։ Տաթևը ժպտում է, ենթադրենք, որ լավ է ձեր տրամադրությունը, Տաթևի տրամադրությունը եթե լավ է, ես հնչեցնում եմ առաջին հարցը նախատեսված Տաթևի համար։ Տաթև, արդյոք տղամարդու անպտղությունը հնարավոր է բուժել դեղորայքային թերապիայի միջոցով։ Կարծում եմ այո։ Ճիշտ եք կարծում։ Արդյոք օրգանիզմում թթվածնի պակասը կարող է աչքերի տակ սև շրջանակների առաջացման պատճառ դառնալ։ Այո։ Ճիշտ է։ Արդյոք անհրաժեշտ է նորածին փոքրիկին կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում լողացնել կալիումի պերմանգանատի մարգանցով կայ լուծույթով։ Այո, նայած ինչ դեպքում։
Սխալ եք կարծում, Տաթև, իրականում խորհուրդ չի տրվում, շատ մայրիկներ են անում, այդպես կարծում են ավելի ապահով է, այնինչ կալիումի պերմանգանատը, մարգանցով կան չորացնում են օրացնի մաշկը եւ եթե հստակ ցուցում չկա կամ անհրաժեշտություն, ապա պետք չէ այն էլ 6 ամիս։ Հաջորդ հարցը. Արդյոք Հայաստանում ծննդօգնությունն անվճար է։ Այո։ Ճիշտ է։ Վերջին հարցը. ծնվելուց 1 ամիս հետո կարելի է արդյոք երեխայի հագուստը լվանալ ընդհանուր հագուստի հետ։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, Տաթև կարծում եմ ձեզ մայրիկներ նաև ձեզ կհետաքրքրի, թե ինչպես են մի խումբ մայրիկներ պատասխանել այս նույն հարցին, ծնվելուց 1 ամիս հետո կարելի է արդյոք երեխայի հագուստը լվանալ ընդհանուր հագուստի հետ։ Տաթևը տվեց ճիշտ պատասխան, եկեք տեսնենք, թե ինչպես են հարցին պատասխանում մյուս մայրիկները։ Իհարկե ոչ։ Կարծում եմ ոչ, սեփական փորձից ասեմ, առաջին մի քանի ամիսները ձեռքով եմ անգամ լվացել մանկական օճառով, դրանից հետո մի քանի տարի շարունակ լվացքի փոշիով, այլի առանձնացված։ Ոչ, իհարկե ոչ, չի կարելի։ Կարծում եմ ոչ, նամանավանդ այդ տարիքում եւ ընդհանուր առմամբ երեխայի հագուստը մեծահասակների հագուստի հետ լվանալը կարծում շատ սխալ բան է եւ ավելին երեխայի հագուստը պետք է լվանալ հատուկ լվացքի փոշիներով, լվացքի հեղուկներով, որպեսզի հնարավորինս խուսափեք ալերգիաներից։ Ոչ։ Իհարկե ոչ, կարծում եմ ոչ միայն 1 ամիս հետո, այլ մինչև 5-6-7 տարեկան չի կարելի։ Ոչ։ Տաթև, փաստորեն մի խումբ մայրիկներ համակարծիք էին ձեզ հետ եւ հակառակ կարծիք չհնչեց։ Անցնում ենք առաջ եւ խաղը շարունակում ենք Միլենա ձեզ հետ։ Միլենան էլ է ժպտում, ժպտերես մայրիկներ են մեր այսօրվա մայրիկները, ինչը շատ կարեւոր է։ Միլենա, առաջին հարցը հնչում է այսպես. Արդյոք անոմալ սերմնաբջիջները նվազեցնում են բնական ճանապարհով բեղմնավորման հավանականությունը։ Այո։ Ճիշտ է։ Արդյոք հում կարտոֆիլից պատրաստված թռչոցը կարող է օգնել ազատվել աչքերի շուրջ մուգ շրջանակներից, Միլենա։ Կարծում եմ ոչ։ Ճիշտ եք կարծում։ Տնական միջոցների կողմ չեմ։ Մասնագետները խորհուրդ են տալիս գտնել խնդիրը, պատճառը, որից հետո նոր անցնել ավելի մասնագիտական զբաղվելուն դեմ եմ։ Իհարկե կարտոֆիլի թռչոցը չի վնասի մաշկը, բայց այնուամենայնիվ գտնում ենք խնդրի պատճառը։ Արդյոք շրթունքի առաջացած հերպեսը կարելի է մշակել մեղրով, Միլենա։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը։ Միլենա, պետք է արդյոք նորածին փոքրիկի հագուստին կյանքի առաջին օրերին աչքի հուլունք ամրացնել։ Ոչ։ Ճիշտ պատասխան է, հուսով եմ մայրիկներ դուք, մեր հեռուստադիտող մայրիկները չեն անում նման բան, բայց պետք է նկատենք, ոչ թե երիտասարդ մայրիկներն են անում, այլ երբեմն մեր ծնողները, տատիկներն են խորհուրդ տալիս, որպեսզի նման քայլի դիմել, եթե մենք քրիստոնյա ենք, ապա պետք է բացառենք այս տարբերակը ու չհավատանք աչքի հուլունքին, այդպես ավելի շատ պաշտպանելով մեր երեխային։ Վերջին հարցը։ Միլենա, քանի գաղտնուն ունի նորածին փոքրիկը, 6, 2 թե 4։ 2։ Սխալ է պատասխանը։ 6 գաղտնուն, Միլենա։ 2-ը մեծ, 4-ը փոքր։ Այ հենց այս հարցին էլ պատասխանել են մի խումբ մայրիկներ։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, արդյոք նրանք գիտեն պատասխանը, թե ոչ, եկեք լսենք նրանց։ Ինչքան գիտեմ 2։ Եթե չեմ սխալվում 6 ու մինչև 2 տարեկան, եթե ճիշտ եմ հիշում, պետք է փակվի գաղթունը երեխայի։ 2։ 1։ 6 գաղթոն ունի, առաջնային եւ երկրորդայինն են հիմնականում շոշափելի, որոնք որ առաջնայինը մինչև 8 ամսեկան, 10 ամսեկան է փակվում, իսկ վերջնական 13-14 ամսեկանում արդեն փակված են։ Ահա, փաստորեն իսկապես եղան սխալ պատասխաններ, մի քիչ բարդ էր հարցը, որովհետև երբ մենք ասում ենք նորածնի գաղտնուն, միշտ ասոցացվում է մեկի հետ, որը մենք շոշափում ենք ու գիտենք, իրականում 6 գաղտնուն ունի նորածինը, դա մեծ գաղտնունն է։ Շնորհակալություն Միլենա հարցերին պատասխանելու համար։ Արուս, լավ է ձեր տրամադրությունը։ Ձեր ընկերները հիանալի մասնակցեցին առաջին փուլին, պատասխանելով հարցերին, տեսնենք թե ինչպես եք դուք պատասխանելու հարցերին, 5-ն են դրանք։ Սկսենք առաջին հարցից։ Արդյոք սթրեսը տղամարդկանց անպտղության պատճառ կարող է դառնալ։ Ոչ։ Իրականում այո, բժիշկները փաստում են, որ սա հիմնական պատճառներից մեկն է, այնպես որ ձեր հայրիկներին լավ պահեք, որպեսզի սթրեսային իրավիճակներում չհայտնվեն։ Մյուս հարցը. արդյոք մինչև 1 տարեկան փոքրիկի հարբուխով հիվանդանալու դեպքում անմիջապես պետք է տանել բժշկի։ Իհարկե, այո։ Սխալ է պատասխանը։ Թեթև հարբուխով հիվանդանալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սպասել 3 օր, որովհետև հիմնականում այս օրերի ընթացքում վերանում է։ Եթե չի վերանում եւ բարթանում է, նոր միայն տանել մասնագետի։ Արդյոք նշիկները ոչ մի դեր չեն կատարում եւ դրանք կարելի է առանց լուրջ պատճառի հեռացնել, Արուս։ Ոչ, չի կարելի հեռացնել։ Ճիշտ է պատասխանը, դրանք կատարում են պաշտպանական ֆունկցիան, վնասազերծում են մանրեները, որոնք օրգանիզմ են ներթափանցում, այնպես որ նշիկները հենց այնպես պետք չէ հեռացնել։ Մյուս հարցը. քանի եռամսյակի է բաժանվում հղիությունը, Արուս։ 3։
Ճիշտ է պատասխանը եւ վերջին հարցը։ Արդյոք խնամքի արձակուրդում գտնվող կինը ստանում է աշխատավարձ գործատուից։ Միլենան հաստատ կիմանա հարցի պատասխանը։ Այո, ստանում է։ Ոչ։ Երանի թե ստանար։ Դեկրետը Բայց չի ստանում։ Արուս, դուք սխալ պատասխանեցիք այս հարցին, տեսնենք թե ինչպես են մի խումբ մայրիկներ պատասխանել, արդյոք գիտեն խնամքի արձակուրդում կինը ստանում է աշխատավարձ գործատուից թե ոչ։ Եկեք լսենք նրան։ Գործատուից ստանում է աշխատավարձը, որը հետագայում փոխանցում է պետությունը։ Ոչ, չի ստանում։ Ոչ։ Ոչ, պետության կողմից ստանում է ամսական նախատեսված որոշակի վճար։ Ոչ, չի ստանում։ Գործատուից ոչ։ Գործատուից ոչ։ Մեկ մայրիկ էր համակարծիք Արուսի հետ, որ ստանում է, իրականում չի ստանում։ Շնորհակալություն մայրիկներ, առաջին փուլը հաղթահարված է, դե եկեք պարզենք, քանի միավոր ունի ձեզանից յուրաքանչյուրը։ Սկսենք Տաթև ձեզանից։ Առաջին փուլում Տաթևը վաստակեց 4 միավոր, Միլենան վաստակեց 4 միավոր, Արուսը վաստակեց 2 միավոր։ Սիրելի մայրիկներ, տեղափոխվեցինք երկրորդ փուլ։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր խաղի երկրորդ փուլը եւ երկրորդ փուլի ընթացքում կանոնները փոխվում են։ Այլևս ես 5 հարց ձեզանից յուրաքանչյուրին չեմ հնչեցնի, կհնչեցնեմ 7 հարց, այն էլ տեսանյութը դիտելուց հետո։ Այն հարցերը, որոնք կհնչեցնեմ, այդ հարցերի պատասխանները հենց տեսանյութում են զետեղված, մասնագետն էլ ձեզ կօգնի, որպեսզի դառնաք ավելի տեղեկացված, որպեսզի կարողանաք հարցերին պատասխանել։ Այսօր խոսելու ենք խոսքի զարգացման փուլերի մասին, հետաքրքիր թեմա է ու նաեւ շատ կարեւոր։ Եկեք դիտենք տեսանյութը եւ անցնենք հարց ու պատասխանի հատվածին։ Խեջո Ճիշտ է։ Սա նեմոն դեղց։ դեշտ Սա ծիան ճիշտ է։ Սա մայնա 6-ամյա փոքրիկը միայն վերջին տարում է սկսել բառեր արտաբերել։ Մայրը մշտապես անհանգստացել է խոսքի ուժ զարգացման համար, բայց այդպես էլ պատճառը հասկանալ չի փորձել։ Մոտ 1 ամիս է, ինչ փոքրիկն աշխատում է լոգոպեդի հետ, ինչի արդյունքում կարճ ժամանակում տեսանելի է որոշակի արդյունք։ Ճիշտ է, ոչ լիարժեք, բայց արդեն կարողանում է արտաբերել մրգերի ու կենդանիների անվանումները, սովորել է գույներն ու արդեն աշխատում է բառակապակցություններ կազմելու ուղղությամբ։ ապ Սե ները չորացնում շոյաչում շատ ապրես էս ավում է տենե ատամ է նևում որտեղ է ատամները նևաճաում Իհարկե բոլոր երեխաները նույն տարիքում եւ 1 օրում չեն սկսում խոսել, բայց գոյություն ունեն խոսքի զարգացման փուլեր, որոնք սովորաբար պետք է օրինաչափ ընթանան։ Օրինակ, 3-ից 4 ամսականում փոքրիկները սկսում են գղգղալ։ Սա համարվում է խոսքի զարգացման առաջին նախապայմանը։ 6-ից 8 ամսականում լսվում է փոքրիկի առաջին թոթովանքը։ Այս փուլում ծնողի պարտականությունն է, որքան հնարավոր է շատ խոսել երեխայի հետ, խոսել պարզ ու հստակ։ 1.5 տարեկան երեխան իր բառապաշարում պետք է արդեն մոտավորապես 20 բառ ունենա։ Իսկ արդեն 2 տարեկանում երեխաները որպես կանոն սկսում են բառակապակցություններ եւ նախադասություններ կազմել։ Խոսքի զարգացման գործում նշանակություն ունի նաեւ ժառանգական գործոնը։ Մասնագետները նկատում են, որ 21-րդ դարում երեխաների խոսքի զարգացումը մեծամասամբ ուշանում է։ Հիմա տենդենց կա, որ բոլոր երեխաները սկսում են խոսել 3 տարեկանից հետո, որը համարվում է ուշ խոսել, որովհետև 3 տարեկանում արդեն բավականին շատ բառեր պիտի ասի երեխան, պետք է կազմի նախադասություններ, նույնիսկ ինքն իրեն պետք է հեքիաթ սկսի պատմելը։ Հեռուստատեսությունն է, օտարալեզու մուլտֆիլմերը, համակարգիչը, պլանշետներն ու հեռախոսով այդ օտարալեզու մուլտֆիլմերի դիտումը, որը որ մենք հայերեն ոչ մի ինֆորմացիա չունենք, բոլոր ռուսերեն, անգլերեն, նույնիսկ չինարեն մուլտիկներ են շատ երեխաներ նայում, որն էլ որ նպաստում է, որ երեխան սկսի ինքը ուշ խոսել։ Երեխան խոսել սովորում է մեծերին ընդօրինակելով, ուստի ոչ մի դեպքում մեծերը չպետք է բառերն արտաբերեն խեղաթյուրված կամ այսպես ասած երեխայի լեզվով։ Ընդհակառակը, երեխայի հետ պետք է խոսել ճիշտ, դանդաղ, հասկանալի եւ սիրալիր։ Պետք է հաճախ մատնանշել միևնույն առարկան մի քանի անգամ կրկնելով անվանումը։ Ծնողը պետք է շատ խաղա երեխայի հետ։ Պետք է այնպես անի, որ երեխան շատ շփվի իր հասակագիցների հետ։
շատ ծնողներ իրանք գտնում են, որ ավելի լավ է երեխան տունը մնա, դուրս չգա հացակակիցների հետ չշփվի, իրանց չխանգարի, իրանք նստեն հեռուստացույց նայեն, երեխան էլ ինքն իր համար զբաղվի մուլտիկներ նայելով, որը որ շատ վատ է տվյալ պահին։ Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը խոսել սկսի, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեք։ Օրինակ, խաղալիքը նրան առաջարկելիս խնդրեք, որ անվանի նախ առարկան, նոր միայն տվեք այն։ Եթե երեխան միայն ժեստերով հասկացներով ստանում է իր ուզածը, ապա չի շտապում խոսել ու բառերով արտահայտվել։ Ծնողը պետք է տվյալ պահին անհանգստանա, եթե երեխան 3-3.5 տարեկան ընդհանրապես չի խոսում կամ շատ քիչ բառեր է ասում։ Պարզ բառեր, տուր, վերցրու, մամա, պապա, տար, բեր, չի օգտագործում բառակապակցություններ, չի դիմում ծնողին անունով կամ ինչ-որ բան ցույց տալուց չի ասում բաժակը տուր կամ ափսեն տուր, չի խաղում իր հասակակիցների հետ, շփում չունի։ Խոսքի հապաղման դեպքում պետք է դիմել մասնագետին, լոգոպեդին։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում տարբեր հետազոտություններ անցնել, երբեմն միայն բավական է լինում մեկ այցելությունը։ Պատճառը գտնելուց հետո սկսվում է պարապմունքների փուլը, որին անմիջականորեն պետք է մասնակցեն նաև երեխայի ընտանիքի բոլոր անդամները։ Միայն համատեղ եւ հետեւողական պարապմունքների միջոցով հնարավոր է լինում հասնել ցանկալի արդյունքին։ Դիտեցինք տեսանյութ, հուսանք տեսանյութում հնչած տեղեկատվությունը կոչ կլինի շատ ծնողներին եւ նրանք խնդրի դեպքում երկար չեն սպասի, շատ դեպքեր են նման լինում, որ մտածում են ժառանգական է, հայրիկներ է ուշ խոսել եւ այլն, ու այդպես պարզապես վնասում են երեխային։ Չելի մայրիկներ, դուք լսեցիք տեղեկատվությունը, պատրաստ եք պատասխանելու հարցերին։ Առաջինը հարցին կպատասխանի այն մասնակիցն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Պատրաստ եք։ Եվ այսպես, ո՞րն է համարվում երեխայի խոսքի զարգացման առաջին փուլը։ Արուս 4-ից 6 ամսական, 3-ից 4 ամսական սկսում է գղգղալ երեխան, դա համարվում է նախնական փուլ։ Ճիշտ է, գղգղանքի փուլը համարվում է խոսքի զարգացման առաջին փուլ եւ շատ մեծ ուշադրություն նաեւ դրա վրա պետք է դարձնել, այսինքն միայն բառեր ու բառակապակցություններով չէ, որ սկսում է զարգանալ երեխայի խոսքը։ Ճիշտ է պատասխանը։ Մյուս հարցը. Որ տարիքում երեխայի բառապաշարում պետք է լինի առնվազն 20 բառ։ Լսում ենք ձեզ։ 1 տարեկանից սկսած արդեն երեխայի բառապաշարում գոնե 20 բառ ցանկալի է։ Ճիշտ է Միլենա, պատասխանը անցնում ենք առաջ։ Երբ պետք է երեխան բառակապակցություններ կազմի։ 3 տարեկանում։ 1-ից 3-3.5 տարեկանում արդեն երեխան պետք է կարողանա հստակ բառեր ասել, նախադասություններ, ինքնուրույն հեքիաթներ պատմել գոնե։ Մինչև 3 տարեկան, այսինքն 1.5-ից 2-ից սկսած, մինչև 3 տարեկան երեխան պետք է կարողանա բառակապակցություններ կազմել եւ նախադասություններ կազմել։ Մյուս հարցը. Որոնք են խոսքի զարգացման ուշացման պատճառները։ Դուք եք առաջինը, Տաթև։ Խոսքի ուշացման պատճառներն են, դա չի կարող համարվել նախաժառանգական։ Երբեմն կարող է նաև, այո, բայց գործոնը դա երեխայի հետ չզբաղվելն է, երեխային ինքնահոս թողելն է, պետք է շատ խոսել բալիկների հետ, խոսել ազատ, ոչ իրենց բառերով, համակարգչից, շարունակեք, այո, համակարգչի, հեռախոսները, երկար հեռուստացույցի առջև նստել, այս ամենը փաթեթով նպաստում է, որպեսզի մեր երեխաներն ավելի ուշ խոսեն։ Ճիշտ է պատասխանը։ Մյուս հարցը. ինչպես կարող է ծնողը նպաստել երեխայի խոսքի զարգացմանը։ Միլենա։ Պետք է երեխայի հետ շատ զբաղվել, օրինակ կարելի է երեխային, երբ երեխան որևէ խաղալիք է ուզում, անպայման հասնել նրան, որ երեխան այդ խաղալիքը անվանի հետո ստանա։ Բացի այդ պետք է երեխայի հետ շատ խոսել ճիշտ եւ ցանկացած խնդրի դեպքում անպայման դիմել լոգոպեդի, որտեղ հնարավոր է հենց մեկ այցի ընթացքում ամբողջ խնդիրը շտկվի։ Շատ խոսել, զբաղվել երեխայի հետ եւ դրանով արդեն իսկ դա բավական է, որպեսզի մենք նպաստենք, որպեսզի երեխայի խոսքը ճիշտ զարգանա եւ ժամանակին զարգանա։ Ճիշտ է պատասխանը։ Խոսել ճիշտ առանց թոթովելու։ Մյուս հարցը. երբ պետք է արդեն անհանգստանալ մայրիկներ։ Արուս, հավասար մայրիկները գնում են, ահա։ 3 տարեկան, 3-ից 3.5 տարեկան հասակում արդեն եթե երեխան դժվարանում է կամ թեկուզ բառերը շատ քիչ է օգտագործում, պետք է անհանգստանալ եւ դիմել մասնագետին։ Ճիշտ է պատասխանը եւ չսպասել։ 3-ից 3.5 տարեկան փոքրիկը պետք է կարողանա արդեն նախադասություններ կազմել եւ խոսել։ Վերջին հարցը. ինչ մասնագետի պետք է դիմել խնդրի դեպքում։ Լոգոպեդի իհարկե։ Ճիշտ է պատասխանը, եթե կա խնդիր, դիմում ենք լոգոպեդի եւ իհարկե մասնագետները փաստում են, որ եթե շատ լուրջ խնդիրների մասին չի խոսքը, ապա խոսքի զարգացումը հնարավոր է շուտ, այնքան լավ։ Մայրիկներ, բրավո։ Դուք գիտեիք բոլոր հարցերի պատասխանները եւ գրեթե հավասար պատասխանեցիք բոլոր հարցերին, դե եկեք պարզենք թե երկու փուլերի արդյունքում քանի միավոր դուք ունեք։
Տաթև, երկու փուլերի արդյունքում դուք վաստակել եք 7 միավոր, Միլենան վաստակել է 6 միավոր, Արուսը վաստակել է 4 միավոր։ Շնորհակալություն մայրիկներ, եկեք տեղափոխվենք մեր խաղի 3-րդ փուլ, ծանոթանանք 3-րդ փուլի կանոններին։ 3-րդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը, փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Շարունակում է մայրիկների ակումբը եւ մենք հասանք մեր խաղի 3-րդ փուլին։ 3-րդ փուլի ընթացքում սեղանին դրված տեսնում եք սննդամթերքներ եւ դուք հիմա պետք է կատարեք ընտրություն։ Առաջադրանքը հնչում է այսպես. ընտրել սննդատեսակներ, որոնք պարունակում են մեծ թվով վիտամին PP։ Պարզ է առաջադրանքը։ Եթե պարզ է, Տաթև, սկսում ենք ձեզանից։ Մոտեցեք սեղանին եւ կատարեք ձեր ընտրությունը։ Տաթև, գուշակելու եք, թե գիտեք, որ սննդամթերքներն են վիտամին PP պարունակում։ Հետաքրքիր է, որ PP-ն շատ կարևոր վիտամին է, բայց դրա մասին շատ քիչ ենք մենք տեղեկացված։ Ես կվերցնեմ ձիթապտուղ, կարծում եմ, որ կլինի երևի թե շատ, այո, ծիրանիչիրը չեմ կարծում, չգիտեմ, թուզը մի քիչ կասկածանքով եմ վերցնում, թուզ, հոն, մասուր, սալորաչիր եւ կարծում եմ տավարի միս, չնայած կասկածում եմ։ Վերջ Տաթև, շնորհակալություն, Միլենա, համեցեք։ Տեսնենք Միլենան գիտի, որ սննդամթերքների մեջ է պարունակում PP։ Ճիշտն ասած, ես կընտրեմ կարակ։ Ձիթապտուղ չեմ ընտրի, կընտրեմ թզաչիր։ Չերեր սիրում է ձեր բալիկն ուտել։ Այո, սիրում է, դեռ փորձել ենք սալորաչիր և ծիրանաչիր, դեղձաչիր նաև։ Կընտրեմ տավարի միս։ Նաև բանան։ Բանան։ Վերջ Միլենա, շնորհակալություն, Արուս, համեցեք։ Արուս, լսում ենք ձեզ։ Ես էլ մի քիչ երկմտում եմ, բայց կարծում եմ, որ կարագի մեջ պարունակում է։ Նաև զեյթունի մեջ է պարունակում, ինձ թվում է։ Քանի որ ջրերը շատ օգտակար, ինձ թվում է ծիրանաչրի մեջ կպարունակի։ Մասուրն էլ վիտամիներով հարուստ է, ինձ թվում է կպարունակի եւ բանան կընտրեմ մրգերից։ Եվ բանան։ Վերջ Արուս։ Վերջ երևի։ Շնորհակալություն։ Մայրիկները կատարեցին ընտրությունը, ափսեները լիքն են, դե հիմա եկեք տաղավար հրավիրենք մեր այսօրվա հյուրին, մանկաբույժ Աննա Մխիթարյանին։ Բարև ձեզ սիրելի մայրիկներ։ Ողջույն Աննա, հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում, հիմա դուք ինձ, մեր մայրիկներին, մի խումբ հեռուստադիտողների օգնելու եք հասկանալ, թե օրգանիզմի համար ինչու է կարևոր վիտամին PP-ն։ Կարծում եմ շատերի համար կարող է անծանոթ թվալ վիտամին PP-ն, սակայն ասեմ, որ բոլորիս քաչ հայտնի B վիտամինի տեսակներից մեկն է հանդիսանում, նույն ինքը B3 վիտամինն է։ Բավականին կարևոր վիտամին է հանդիսանում օրգանիզմի համար, մասնակցում է աղեստամոքսային, ինչպես նաև նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը, մաշկի պաշտպանական հատկություններն է բարելավում, մասնակցում է սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի նյութափոխանակությանը, էներգագոյացման պրոցեսներին ունի մասնակցություն եւ կարևոր էֆեկտներից մեկը խոլեստերինի մակարդակի նվազեցում է։ Ահա, կատարում, այո։
բազմաֆունկցիոնալ վիտամին է, վիտամին PP-ն, դե եկեք պարզենք մայրիկները ճիշտ ընտրություն են կատարել, թե ոչ, իհարկե նրանցից մի քանիսը խոստովանեցին, որ պարզապես գուշակում էին, նորմալ է, որովհետև շատ ծանոթ վիտամին մեզ չէ, բայց կարևոր, ուստի մենք պետք է լինենք տեղեկացված, մայրիկները հիմա օգնել են մեզ այդ հարցում։ Տաթևի ափսեի մեջ տեսնում ենք մասուր։ Մասուր, ասեմ, որ պարունակում է մասուրը, վիտամին PP լավ աղբյուր է։ Լավ, կա այստեղ նաև փշատ։ Փշատի մեջ չնչին քանակությամբ չենք կարող համարել։ Չենք համարում ճիշտ տարբերակ զեյթուն։ Զեյթունում էլ չի հայտնի չէ, որպես մենք խոսում ենք իհարկե շատ քանակությամբ վիտամին PP։ Թզի չիր։ Թզի ջրում նորից հայտնի չէ, որպես աղբյուր։ Սալորի չիր։ Նույնը, չների դեպքում միսը ամենահիմնական վիտամին PP-ի աղբյուրը։ Թիրախին է խփել դաթևը։ Այո, ընդ որում թե տավարի միսը, թե խոզի միսը հանդիսանում են հիմնական աղբյուր։ Ափսեի մեջ կատարված էր երկու ճիշտ ընտրություն՝ միս եւ մասուր։ Լավ։ Երկրորդ մայրիկը Միլենան ընտրել է միս, ճիշտ տարբերակ է։ Փշատը թուզը թողնում ենք մի կողմ, բանան։ Բանանի մեջ նորից չնչին պարունակությամբ, իսկ կարագը ճիշտ ընտրություն է, կարագում այո ունենք պարունակություն։ Հետաքրքիր է, երկու ճիշտ տարբերակ փաստորեն եւ արուսը տեսնենք ինչ է ընտրել, բանան, կարագը ճիշտ է, մասուրը ճիշտ է, զեյթուն եւ ծիրանյաչիրը երկու ճիշտ տարբերակ։ Փաստորեն յուրաքանչյուր մայրիկ երկու ճիշտ տարբերակ էր ընտրել։ Նախքան իհարկե միավորներին անցնել, Աննա, պետք է խնդրեմ ներկայացնել արդյոք սեղանին դրված ծննդատեսակների մեջ կա մեկը, որը պարունակում է մեծ քանակությամբ PP եւ մայրիկները չէին ընտրել։ Չէին ընտրել կարծես խնձոր։ Ճիշտ էին արել։ Այո, ճիշտ էին արել, որ չէին ընտրել։ Իսկ որ ծննդատեսակների մեջ է շատ պարունակում։ Ինչպես ասացի, մսամթերքի մեջ ունենք ամենամեծ պարունակությունը, կաթնամթերքը եւս պարունակում է, հատկապես պանիրը եւ կաթը։ Ցորենն է պարունակում, այսինքն մեր հացը առօրյա լավ աղբյուր է հանդիսանում, այո, եւ արևածաղկի սերմերը։ Հա, եւ ձուկը։ Մոռանանք ձուկը, այո։ Կհիշենք այս տեղեկատվությունը մայրիկներ, դե եկեք անցնենք միավորներին։ Քանի միավորի են արժանանում մայրիկները։ Ինչպես տեսանք, երկուական ճիշտ պատասխան ունեն։ Եկեք 3 մայրիկներին էլ 4 գնահատեմ, այսպես։ 4 միավոր, այո։ Մայրիկներ 4-ական միավոր ձեզանից յուրաքանչյուրին բժշկուհի, կարծեմ ձեզ էլ է հետաքրքիր, թե այս պահի դրությամբ մեր 3 մասնակիցները քանի միավոր ունեն, եկեք պարզենք միասին, Տաթև սկսենք ձեզանից։ Այս պահի դրությամբ Տաթևը ունի 11 միավոր, Միլենան ունի 10 միավոր, Արուսը ունի 8 միավոր։ Շնորհակալ ենք ձեզ բժշկուհի հետաքրքիր ու կարևոր տեղեկատվության համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի մայրիկներ, եկեք ամփոփենք մեր այսօրվա խաղը։ Սիրելի մասնակիցներ, ավարտին մոտեցավ նաև մեր այսօրվա խաղը, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել խաղին մասնակցելու համար։ Իմացանք, որ ծննդատեսակների մեջ է շատ քանակությամբ PP վիտամին պարունակում, խոսեցինք խոսքի զարգացման փուլերի մասին, տարբեր թեմաների մասին, հուսանք այդ կերպ նաև աջակցեցինք մի խումբ հեռուստադիտող մայրիկների։ Միավորներից պարզ է, որ մեր խաղի հաղթող այսօր ճանաչում է Տաթևը։ Տաթև, շնորհավորում ենք ձեզ 11 միավորով, դուք առաջատարն եք այսօր, բայց գիտեք, որ մայրիկների ակումբում չկան հաղթողներ, չկան պարտվողներ, որովհետև մեր կարգախոսը մեկն է։ Եթե մայրիկ ես, ուրեմն հաղթող ես։ Մենք բոլորս մայրիկ ենք, մենք բոլորս հաղթող ենք։ Շնորհակալ եմ մեր այսօրվա խաղին մասնակցելու համար։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի ու տեղեկացված մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։